Պարոն Հովհաննիսյան, դուք ներկայացնում եք, որ տնտեսության աճը հնայի հետ կապված 5.9% մի կողմից, մյուս կողմից ասում եք 23.5% հնա հարկեր հարաբերակցություն։ Եվ դա հիմնավորում եք այն հանգամանքով, որ նվազել է հնա հարկեր հարաբերակցությունը, հիմնավորում եք այն հանգամանքով, որ տերոր չի կիրառվել, հարկային տերոր չի կիրառվել։ Շատ լավ է, որ հարկային տերոր չի կիրառվել 24 թվականին, իսկ 23 թվականին հարկային տերոր կիրառվել է, թե չէ, մասնավորապես այն բնագավառում, ավտոներկրողների բնագավառում, որը հիմա դուք նորից բերում եք որպես արգումենտ, որ ավտոներկրողների շուկան այս տարի, անցած տարի քիչ է եղել, եւ այդ պատճառով էլ հնա հարկեր հարաբերակցությունը փոքրացել է։ Այսինքն, եթե տնտեսության մի հատված դուրս է եկել շրջանառությունից եւ դրա արդյունքում հարկեր հնա հարաբերակցությունը փոքրացել է, դա նշանակում է, որ տնտեսության այդ ճյուղը շատ օգտակար էր պետության համար, շատ օգտակար էր պետության համար։ Հիմա դուք ֆինանսների նախարար եք արդեն 22 թվականից, բայց մի հատ անալիզ անում եք, թե ոնց եղավ, որ այդ ճյուղը կտրվեց, դուրս մղվեց տնտեսությունից, որի պատճառով համ 188 միլիարդ դրամ չկատարվեց պետբյուջեի եկամուտների մասով եւ նաեւ հնա հարկեր հարաբերակցությունը 24%-ից իջավ 23.5%։ Իրականում ոչ թե այդ պատճառով է իջել հարկեր հնա հարաբերակցությունը, այլ 5.9%-ն է ուռճացված։ Պարոն Աղազարյան, ես ասում եի, որ մենք տերոր չենք արել եւ 23 թվականին էլ տերոր չենք արել, 24-ին էլ տերոր չենք արել։ Ինչ վերաբերվում է մեքենաների ներմուծման նվազմանը, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ նվազման պատճառը ոչ թե որևէ հարկային փոփոխությունն է կամ վարչարարության փոփոխությունն է, այլ Ռուսաստանի Դաշնությունում ուտիլիզացիոն վճարի ներմուծումը։ Մեքենաների ներմուծման պայմանավորված հարկերի նվազումը կամ ոչ թե նվազումը, այլ ոչ պլանավորված չափով աճը ամբողջ պատճառը չի այդ 188 միլիարդի։ Ինչպես ասեցի, այդ 188 միլիարդի պատճառը նա է, որ մեր տնտեսության մեջ աճել են այնպիսի ոլորտներ, որոնք ավելի ցածր հարկ են վճարում, կամ օրինակ բնակարանային ապահովության թիվը, որը հնայի մեջ երևում է, իրանից ընդհանրապես հարկ չի գոյանում, որովհետև դա հաշվարկվում է այն վարձավճարը, որը մենք կվճարեինք մեր տանը ապրելու համար։ Մյուսը արտահանումն է, ինչպես գիտեք, արտահանվող ապրանքների համար ավելացած արժեք չի վճարվում։ Եվ սա է եղել այդ պատճառը, իհարկե թվերով հնարավոր է ներկայացնել, թե այդ 188 միլիարդի մեջ, որը ինչքան ազդեցություն է ունեցել թվերով։ Եվ ես չէի կապի այդ ամեն ինչը, այսինքն ես կարծում եմ, որ դա պետք չի կապել մեքենաների ներմուծման հետ անմիջականորեն, որը ունեցել է արտաքին պատճառներ։ Ուտիլիզացիոն զբորի հետ կապված թեզը կենսյունակ չի, պարոն Հովհաննիսյան, որովհետև 24 թվականի միայն հոկտեմբեր ամսվա տվյալներով Վրաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով մոտ 1 միլիարդ դոլարի մեքենա միջինասիայով գնացել է Ռուսաստան եւ այդ 1 միլիարդի, եթե ոչ ամբողջությամբ, ճնշող մեծամասնությունը իրականացրել են հայ տնտեսվարողները, ովքեր իրենց բիզնեսը տարել են Վրաստան։ Երկրորդ մի հատ հարց ունեի, կներեք, ներքին պարտքի կառուցվածքը ոնց է առաջանում, էլի խնդրում եմ բացատրեք մեր բառով։ Այսինքն օրինակ եթե պարտատոմսա թողարկվում եւ բանկերը, ներդրողները հայկական այդ պարտատոմսերը գնում են, դա դառնում է ներքին պարտք, բայց եթե այդ պարտատոմսերը հետո իրանք վաճառում են դուրս Հայաստանից դուրս, այդ հաշվարկը կատարվում է թե ոչ։
Պարոն Աղազարյան, հաշվարկը երկու ձևով է տեղի ունենում։ Մենք ունենք երկու ցուցանիշ, մեկը ներքին պարտքն է, մյուսը դրամով արտահայտված պարտքն է, եւ դրանք նույնը չեն, որովհետեւ մենք ունենք ներքին պարտք, որը դոլարով է արտահայտված, որովհետեւ մեր բանկերի մի մասը գնում են նաեւ մեր արտարժութային եվրոբոնդերից, միջազգային շուկայից, եւ ունենք դրամով արտահայտված պարտք, որը ներքին չի, որովհետև դրսի ներդրողները Հայաստանի շուկայում գնում են դրամով արտահայտված պարտք։ Եվ ներքին պարտքի եւ դրամային պարտքի տարբերությունը հենց դրանում է։ Պատճառը աճի նրանում է, որ վերջի 2-3 տարիներին կարելի է ասել մեր դեֆիցիտի ֆինանսավորումը իրականացվել է համարյա թե ամբողջությամբ ներքին պարտ թողարկելու միջոցով։ Այսինքն մենք դրսից վարկ չենք վերցրել մեր դեֆիցիտը սպասարկելու համար։ Զուտ միջոցները, այսինքն ներգրաված զուտ միջոցների չափը հավասար է եղել մեր դեֆիցիտին։ Եվ դա եղել է ներքին պարտքի հաշվին, այո։ Շնորհակալություն։ Գերամ Նազարյան, Ձեր ելույթում նշեցիք, որ Հայաստանը մի քանի երկրների անցել է թվային տվյալներով, նշեցիք նաև, որ Հայաստանը աշխարհի համեմատ ավելի արագ է զարգանում։ Իհարկե հաճելի է լսել այս ամեն ինչը, բայց գաղտնիքը որն է, չունենք հզոր արտադրություն, չունենք նավթի կամ գազի պաշարներ, չունենք բամբակի դաշտեր, Ուզբեկստանի նման եւ այսպիսի փաստի առաջ են կանգնած, գաղտնիքը որտեղ է այս արագ զարգանալու աշխարհի համեմատ, եւ երկրորդ հարցը